Կեղծ զանգեր, հաղորդագրություններ, բանկային հավելվածներից գումարի հափշտակումներ, անօրինական վարկի ձևակերպումներ։ Սրանք զեղծարարության այնպիսի դրսևորումներ են, որոնցից ոչ ոք ապահովագրված չէ։ Խարդախության դեպքերը բազմաթիվ են։ Դրանց մեխանիզմներն ավելի մանրամասն ներկայացնելու եւ խնդրի մասին բարձրաձայնելու նպատակով տուժողներից մեկին որոշեց սկիզբել իր պատմությամբ։ Նա ցանկացավ անանուն մնալ, իսկ տեսակրության ժամանակ դեմքը չցուցադրել, քանի որ նույնիսկ ընտանիքի անդամները չգիտեին կատարվածի մասին։ Այնուամենայնիվ նա հաղթահարեց բարդույթներն ու խոսեց խնդրի մասին, որպիսի ինչ-որ կերպ նպաստի նման դեպքերի նվազմանը եւ իր նման ուրիշներն էլ չհայտնվեն նույն իրավիճակում։ Զրուցակիցս պատմում է, որ ամեն ինչ սկսվել է սովորական հեռախոսազանգից։ Զեղծարարները ներկայացել են որպես բջջային օպերատորի աշխատակիցներ, խոսել են ռուսերենով եւ համոզել նրան փոխանցել անձնական տվյալները։ Իրանց համակարգը անցնում է 5G, եթե ես չփոխվեմ 5G, հեռախոսակապ չեմ ունենա մի 2 օրվա ընթացքում։ Ես հարցրեցի ինչ պետք է անեմ դրա համար, իրանք ինձ ասեցին, որ հիմա ինձ կզանգահարեն WhatsApp-ով, կուղարկեն ծրագիրը, ես այդ ծրագիրը պետք է տեղադրեմ եւ իրանք արդեն կարգավորումները իրանք կանեն։ Նու իրանք ուղարկեցին, ես արեցի, դա տևեց մոտ 2 ժամ, երևի ստույգ 2 ժամ, իրանց կարգավորումները ես բարբերաբար հարցնում էի չվերջացրիք, բայց չէ, մի քիչ էլ սպասեք։ Այսպիսով կնոջ հետ կապի մեջ մնալով խնդրել են հայտնել հեռախոսին ուղարկված հաստատման կոդը։ Նա միամտորեն փոխանցել է այդ տվյալները, ինչից հետո զեղծարարները կարողացել են մուտք գործել նրա բանկային հավելված եւ խոշոր գումարներ ելքագրել։ Վերջում շնորհակալություն են հայտնել համբերության համար եւ անջատել հեռախոսը։ Դրանից հետո նրանց հետ կապ հաստատել այլևս չի հաջողվել։ Եվ պատկերացրեք նույն օրը տեղադրված ավանդը իրանք ինձանից տարան մաս, ընդ որում ես չգիտեմ ինչի համար է դրած այդ 500,000 բանը սահմանափակումը, որտեվ ինձանից ասենց ասեմ մի 22 անգամ այդ 500,000-ը տարան, բանկից ոչ մի զանգ չստացա, ոչ մի SMS չստացա։ Տուժողի խոսքով հաշվից գումարի պակասելը նկատելուն պես անմիջապես զանգահարել է բջջային օպերատորին եւ բանկի գլխամաս, հայտնելով, որ ելքագրումների վերաբերյալ ոչ մի ծանոթում չի ստացել։ Բանկից պատասխանել են, որ քարտն արդեն արգելափակված է եւ իրենք ոչինչ անել չեն կարող։ Տուժողը դիմել է նաեւ ոստիկանություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն մինչ օրս որևէ տեղաշարժ չկա։ Նրան միայն հաջողվել է բանկից ստանալ քաղվածքը, որտեղ երևում են բոլոր փոխանցումները։ Այսպիսի զեղծարարությունների ռիսկը նվազեցնելու համար հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել առցանց ֆինանսական գործառույթները սահմանափակելու հնարավորությունը։ Բջջային հավելվածներում հասանելի է հատուկ ստոպ գործիքը կամ ծառայությունների կասեցում բաժինը, որի միջոցով հնարավոր է արգելափակել ինչպես առանձին ֆինանսական գործարքները, այնպես էլ բոլոր ծառայություններն ամբողջությամբ։ Եթե արգելափակվել է վարկը, մարդը ասում է, ես այլևս վարկ չեմ ուզում ստանալ թվային հավելվածով, եւ ես զեղծարարը մտել է թվային հավելված, փորձում է վարկ ստանալ, որպեսզի այդ գումարը դուրս ստանի, ինքը չի կարողանալու այդ գործողությունը անել։ Եթե մարդը արգելափակել է իր ավանդը, դա նշանակում է զեղծարարը, եթե հասանելիություն ունենա թվային հավելվածին, ինքը չի կարողանա ավանդից ելք անել։ Մկրտչյանի փոխանցմամբ 2025 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 1102 զեղծարարության դեպք։ Վնասը կազմել է 876 միլիոն դրամ։ Եղած ընդհանուր դեպքերից 643-ի դեպքում օնլայն վարկ է ձևակերպվել։ Եվ նման դեպքերի աճը կանխարգելելու համար գործարկվել է այս գործիքը։ Ստոպ գործիքը տարածվում է հենց վարկերի, ավանդների, փոխանցումների, առցանց գնումների, կանխիկացման հայտերի, էլեկտրոնային դրամապանակներին քարտերի կապակցման, նոր հաշիվների բացման եւ այլ ծառայությունների վրա։ Անդրադառնալով տուժողներին գումարը հետ վերադարձնելու հնարավորությանը, Արմենուհի Մկրտչյանը նկատում է, այս ոլորտում դեռևս օրենսդրական փոփոխությունների կարիք կա։ Խնդիրն այն է, որ շատ դեպքերում քաղաքացիներն իրենք են փոխանցում իրենց տվյալները, ինչն իրավական տեսանկյունից զգալիորեն բարդացնում է գումարի վերադարձը։ Ընդհանուր դատական գործընթացի շրջանակում է։ Եթե լրիվ անմեղ է, ոչ մի տվյալ չի տվյալ, բոլոր ամենը հետևաբար ծախս չի կրում, բայց եթե ունի նաև տվյալների հայտնելու մաս, ապա այդտեղ դատական ճանապարհով գնում է էլի իրագործը եւ ոնց որոշվի դատարանում։ Մասնագետները եւս մեկ անգամ հորդորում են լինել առավել զգոն եւ ոչ մի դեպքում հեռախոսով կամ հաղորդագրությամբ երրորդ անձանց չհայտնել բանկային կոդերն ու գաղտնաբառերը, անդառնալի կորուստներից խուսափելու համար։ Լուիզա Սարգսյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։